Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, իմ ամենասիրելի ժամը մոտեցավ, ձեր հետ շփման ժամն է, այսօր շաբաթ է, էլի լի աշխատանքներով ու մի քիչ էլ սենց սպասողական վիճակում, ինչի սպասողական վիճակ, որովհետև եթե կհիշեք ես նշել էի, որ պետք է լիներ տղայիս Պրիսիագը ու մենք ինչպես միշտ սպասողական վիճակում ենք, որ կարող է ամեն րոպե գնանք հոկտեմբերյան, բայց եւ տղա զանգեց եւ էլի հայտնեց վատ լուրը, որ հետաձգվել է Պրիսիագը, մի քիչ տխրեցինք, բայց նորից ճար չունենք, ինչ պիտի անենք, ստիպված համակերպեցինք։ Այն ապանը, որ կարոտել եմ տղայիս, թե չէ նենց չի, որ վայ ես կոմ, վայ կոմ շատ վատ վիճակում ենք, ուղղակի կարոտել էի տղայիս ու շատ էի ուզում տեսնել, բայց չեմ հուսալքվում, ուրեմն Աստծո կամքն է այդպեսին եւ շարունակում ենք առաջ։ Հիմա ես ինչ եմ ուզում ձեզ ներկայացնել այսօր։ Այսօր ներկայացնելու եմ իմ հոթդոգի բաղադրատոմսը, հոթդոգեղենի ամբողջ կարկանդակների։ Ես այդ խմորով պատրաստում եմ մի քանի տեսակի կարկանդակներ, լինի հոթդոգ, պիցցա, սոճինսկի, կուլոկ, ամեն տեսակի բաներ պատրաստում եմ ես այդ նույն խմորից։ Հիմա ուզում եմ մեծ սիրով ներկայացնել ձեզ իմ բաղադրատոմսը։ Ինչ եմ անում։ Սկզբից ներկայացնեմ նախ պարագաները, ինչ եմ օգտագործում հոթդոգի խմորի համար։ Սիրելիները շատ մարդիկ կան, որ նշում են, որ բաղադրատոմսը կամ այս բոլորը գրված է ներքևում, կարող է մի երկու բաղադրատոմս բաց թողած լինեն, գրած չլինենք, բայց դա էլ ենք շտկում, այնպես որ կարող եք մտնել ներքևի հատվածում եւ այնտեղ բոլոր գրածա բոլորը ամենայն մանրակրկտորեն կարող եք մտնել այնտեղ, նայել եւ շարունակել ձեր աշխատանքը։ Իսկ եթե որևիցե մի բան անհասկանալի կլինի կամ կարող է ես օրվա մեզ զբաղված եմ եւ չեմ կարողանում տեսնել ձեր գրածները, կարող եք զանգահարել եւ ես ամենայն մեծ սիրով ձեզ կասեմ, թե ինչը ոնց է։ Այնպես որ բոլոր հարցերին էլ լուծում կա, կարող եք թե գրել, թե զանգահարել, մեծ սիրով պատասխանելու եմ։ Հիմա ինչ ենք անելու։ Օգտագործելու ենք ալյուր ջու, դրոշ, աղ, շաքարավազ եւ ձու։ Ոնց ենք անում սկզբում։ Հա, մոռացա մեկ էլ ձիթա յուղ։ Սկզբում ես տարան հանում եմ, կար վիդեոներ, որ նկարահանել է եւ թին թողել էի մեջը եւ դրանով անում էի, ասում են, բա ոնց է թին չեք հանե ու գրամով անում եք, ասեմ, որ իմ կշերթը նայեք, սիրելիներս, ինքը ունի տարայի տեղ, ես երբ որ դնում եմ ամանը, ես պարտադիր տարան սխվում եմ, զրոյա ցույց տալի ու տենց շարունակելով գնում եմ, էլի, էլ մեջից ոչ մի բան չեմ հանում, չեմ դնում, որ հեշտ լինի։ Այս կշերտներով շատ հեշտ է աշխատելը, իմիջիալոց ձեռք եմ բերել փեթակից, արժեքն է 1000 դրամ, կարող եք առնել եւ օգտագործել։ Ինչ ենք անում, սկզբից վերցնում ենք ջուրը, 1 կիլոգրամ խմորով եմ պատրաստելու սիրելիներս, որպեսզի ձեր համար շատ հեշտ լինի։ 1 կիլոգրամը արդեն եթե ուզում եք 2 կիլոգրամ, արդեն կբազմապատկեք քանակը եւ արդեն շատ հեշտ է լինելու։ Իսկ մենք օրվա մեջ դա անում ենք 10 կիլոգրամով մի քանի անգամ։ Եթե ես այդ 10 կիլոգրամով ձեզ օրվա մեջ ներկայացնեմ, անհասկանալի բաներ ա ձեր մոտ առաջանալու, դրա համար էլ անում եմ 1 կիլոգրամով, որպեսզի բոլորիդ լինի հասանելի։ 1 կիլոգրամ ալյուրին ես լցնելու եմ 600 գրամ ջուր։ Տաք վիճակով, թող լինի շատ լավ տաք վիճակ, ոչ եռման, բայց ոչ է գոլ, թող լինի տաք, ինչքան ինքը տաք է լինում, այնքան խմորին նպաստում է արագ աճին, ավելի լավ է ստացվում։ 600 գրամ ջուրը վերցրեցինք, մի հատ ձու է գնալու 1 կիլոգրամ ալյուրին։ Եթե դուք կանեք 2 կիլոգրամ, այսինքն 2 ձու, հիմա 1 կիլոգրամ ալյուրա, 1 հատ ձու, 100 գրամ ձեթ, 1 գթալ, սենց ճաշի գթալ աղ, ջրի մեջ ենք, բոլոր պարագաները ինչը որ ասում եմ լցնելու ենք ջրի մեջ,
Մեկ այսպիսի լիքը գտալ շաքարավազ, հետո արդեն իսկ ավելացնում եմ 1 կիլոգրամ ալյուրը։ Լցրեցի 1 կիլոգրամ ալյուրը, դրոժը լցնելու եմ ալյուրի վրա, հանկարծ երբեք ոչ մի անգամ դրոժը ջրի մեջ չլցնեք, նախ ինքը կպնելու է պատերից, հետո դրոժը իր այդ ուժը չի ունենալու, անպայման լցնում ենք ալյուրի վրա և սկսում ենք խառնել, 2 գթալ դրոժ, և այսպես մի հատ ալյուրով սենց իրան մի հատ թեթևակի խառնում ենք, որպեսզի խառնվի ալյուրի հետ, և տանելու եմ հեսա միացնեմ, օգտագործում ենք այսպիսի խմորի նասատկա։ Այսպես միացնում եմ և դնելու եմ մեկի վրա, կամանց, որպեսզի խմորը լինի, դրած ստուգում եմ, բայց միշտ բնավորությանս համաձայն պարտադիր կապ չունի, գիտեմ սկորոստի ես ուղղությունը, որ մեկն է, բայց ես էլի ինչպես միշտ ստուգում եմ, որպեսզի հանկարծ սխալ չլինի։ Հարցրել են շատ հետևորդներ, թե ձեր միքսերը որտեղից եք գնել, ասեմ, որ ես իմ միքսերը գնել եմ Smart Kitchen խանութից, որը գտնվում է Նորագավիթում, այսպիսի սենց պարագաներ են վաճառում, կարող եք մոտենալ այդ խանութ և այնտեղ կգտնեք տարբեր ձևի, տարբեր քաշի, տարբեր չափսերի, թե միքսերներ, թե դու կոնվերցիոն վառարանն եմ այնտեղից գնել, ամեն ինչ կա այնտեղ, կարող եք մոտենալ և գնել, շատ լավ որակ է, շատ լավն է, արդեն մոտավորապես տարի 2-3 ամիս է, որ ես աշխատում են հոյակապ։ Ու օգտագործում եմ ես դա ամեն րոպե, ամեն ժամ, միշտ օգտագործում եմ, երևի միքսերը կասի, որ լեզու ունենար կբողոքեր, սենց ասած էսպես ժողովրդական լեզվով, որ մեր միքսերը լեզու ունենար, հիմա կբողոքեր կամ գլուխը կառներ մեր մոտից կգնար, այնպես որ աշխատում է շատ լավ, կարող եք այնտեղից օգտվել, գինն էլ 120,000 դրամով եմ գնել։ Ստուգեմ, տեսնեմ խմորը եղել է, արդեն պատրաստ է խմորը, անջատում եմ, թողնում ենք ընդամենը 5 րոպե և հանելու ենք 5 րոպե թողենք, որպեսզի խմորը հանգստանա։ Արդեն խմորը պատրաստ է, մի փոքր ալյուր եմ անում, խմորը հանեմ մեջից ու ցուցադրեմ ձեզ, թե ինչ տեսակի խմոր է ստացվում մեր հոթ-դոգի խմորը։ Շատ լավ, հափուկ, թեթև, հոյակապ խմոր է ստացվում, ամեն տեսակի կարկանդակ կարող եք պատրաստել այս խմորից, ամեն տեսակի։ Մեջը ինչ է դնեք անեք, թխեք, ընտիր է ստացվելու։ Հեսա ես ձեզ ցույց կտամ մի քանի տեսականիներ, որ այս պահին թխելու եմ, թե չէ բազմազան է մեր տեսականիները, որ ես մեր տեսականիները դնեմ ու ցույց տամ, կարող եմ 2 ժամ տեսականի պատրաստեմ, դե պատրաստելու եմ հասանելի, նորմալ տեսականիներ, ինչ եմ անում սկզբից, պարտադիր կշռում եմ խմորը, որտեղ չեմ սիրում, որ խմորը լինի խառը քաշերի ու լավը չի ստացվում, մենք հոթ-դոգը կշռում ենք 100 գրամով, հիմա կանեմ մի 3 հատիկ սովորական հոթ-դոգ եմ անելու, մի 3 հատիկ կշռեմ այդպես, ներկշարքը ոնց որ ուզում է տարան լավ չհանի, բայց իրա ձեռքը չի, այսպես, և անելու եմ արդեն իսկ մնացած մեր հոթ-դոգների տեսականիները 130 գրամով են կտրում, քաշը այդքանով է լինում, մի քանի հատ այդպես խառը տարբեր քաշերի անեմ, որպեսզի ձեզ կարողանամ ամեն մեկը մանրակրկիտ բացատրեմ, այսպես և պիցան էլ 170 գրամ եմ կտրելու, պիցա, 2 հատիկ է կպատրաստեմ պիցա, առանցին դնեմ, որպեսզի քաշերը բան չլինի և մնացածը շարունակում եմ 130 գրամով, դուք էլ կարող եք տանը այդ նույն քաշով անել, շատ լավ քաշ է լինում, թե հոթ-դոգի, փոքր հոթ-դոգի համար, թե մնացած մյուս տեսականիների համար շատ լավ քաշ է լինում։ Սկզբից գնդեմ հոթ-դոգինը, որ առաջինը գնդում եք, նա էլ առաջինը սարքելու եք, որովհետև թող այն հերթականությամբ գնա էլի,
խմորը ինչքան շատ է նստում, այնքան հաջող է ստացվում։ 3 հատ նախատեսել եմ հոտ-դոգի համար, իսկ այս մնացած տեսականիները կփորձեմ պատրաստել կարկանդակի մի քանի տեսականիներ, որպեսզի դուք էլ տանը փորձեք, երեխաների համար պատրաստեք, հետները դնեք տանեն դպրոց, այնտեղ ուտեն ու երեխաները զարմացնեն իրանց համադասարանցիներին, թե ինչ համով բաներ են տարել ընդմիջման համար։ Այսպես արագորեն գնդեմ ու հեսա ցույց տամ, թե ինչ ձևով եմ պատրաստում։ Ես սիրում եմ այսպես արագ աշխատել, արագ, որովհետև չեմ կարողանում դանդաղ, ինչքան որ ես փորձում եմ դանդաղ անեմ, որպեսզի ձեզ բացատրեմ, էլի չի ստացվում, որովհետև սովոր եմ արագին, բայց համեմատած դանդաղ եմ անում։ Հիմա բերեմ իմ ռարովնյան ակը ու սկսեմ շարունակել։ Անեմ սկզբից հոտ-դոգը, չեմ սիրում, որ հոտ-դոգը, հիմա նայեք, ես հոտ-դոգը ոնց եմ անում, հատիկ առ հատիկ չեմ դնում, մի հատիկը բանանեմ, սենց բերում եմ մի 3 հատա, 3 հատը մի անգամից բացում եմ, մի անգամից, սենց, այսպես, եմ սիրում հատիկ առ հատիկ նախ ժամանակ ա գնում, հետո էլ ես այդքան չեմ կարող, այսպես մի անգամից բացում եմ և մեջը դնում եմ նրբերշիկ, նրբերշիկը ասեմ, որ մեր Bacon ֆիրմայի կանադական նրբերշիկն է, հիանալի, արտակարգ, ծխեցված, շատ լավ համ ունի, եղել է, որ շատ ժամանակ մեր մոտ նրբերշիկը վերջացել է, ինչ անենք մինչև որ բերեն, կողքի խանութից գնել ենք նրբերշիկներ և դրել ենք հաստատ մեր հաճախորդը տարբերել է, ասել է սա այն նրբերշիկը չի էլի, տարբերվող յուրահատուկ նրբերշիկը, այսպես պաշկայով ամբողջությամբ վերցնում ենք մեր Bacon ֆիրմայից և ես բոլոր մթերքները վերցնում եմ Bacon-ից, լինի նրբերշիկը, վիչինան, բաստուրման, բոլորը օգտագործում եմ Bacon ֆիրմայինը և ձեզ խորհուրդ կտամ օգտվեք, շատ հաջող է, փորձել եմ շատ ուրիշ ֆիրմաների, բայց նման ձև չի ստացվել։ Այսպես հոտ-դոգը ես այսպես անում եմ ու այսպես գծեր եմ քաշում տեսքի համար, տեսքը շատ սիրուն է լինում, ամեն տարբերվում է մյուս տեսականիներից, այսպես, տեսեք ինչքան լավ ինքը ենթարկվող խմոր է, ոնց ուզում ես արա ինքը շատ սիրուն, այսպես շուռ եմ տալի, ծայրերն ուղում եմ սիրուն, սենց տպտպացնել ինքը հարթանում է երեսը էլի, ու այսպես դանակով արագորեն այսպես գիծ եմ քաշում և դնում եմ, ու այսպես շարունակում եմ հոտ-դոգները ու պատկերացրեք ենքան հոտ-դոգ ենք անում օրվա մեջ, որ այսպես կաղաշկերներս փակ սենց հոտ-դոգը անենք, շատ արվում է, այսպես, հիմա այս, հիմա որ տեսակը անեմ, ներկայացնեմ ձեզ, ուզեմ ներկայացնեմ նայեք, սովորական կարտոֆիլով, դուխովկի մեջ կարող եք դնել, որ մարդիկ չեն ուզում ձեթով պեռաշկի, դուք կարող եք այս հոտ-դոգի խմորից պատրաստել կարտոֆիլը մեջը, հլա ինչ էր, տեսեք, հոտ-դոգի խմորով պատրաստում ենք, այսպես ասած, դուխովկի պեռաշկի, տեսեք, կարտոֆիլը արդեն իսկ համեմատ սիրուն միջուկը դնում եմ ու սիրուն փակում եմ ու որպեսզի տարբերվի մեր այս մյուս հոտ-դոգային տեսակ, մենք բոլորին տալիս ենք տարբեր ուզորներ, կամ շուռ ենք տալի չենք կտրում, կարակ այդպես էլ անեք, կամ էլ այսպես սիրուն ձևավորում ենք տալիս երեսը, այսպես, և դնում ենք, սա էլ մեր կարտոֆիլով հոտ-դոգն է, հետեք, հիմա պատրաստեմ ձեզ համար պուլոկ, ինչպես ենք պատրաստում պուլոկը, տեսեք, բացում ենք այս կարգի, պետք է չի շատ բացել, այսքան, բավորապես, բացեցինք, ինչ եմ դնում, մեջը դնում եմ հավի կրծքամիսը, արդեն իսկ եփած, սարքած, համեմած, այսպես, հավի կրծքամիսը դնում ենք, պատրաստում ենք պուլոկ, նայեք տեսեք, թե ինչքան միս եմ մեջը դրել հավի կրծքամիսը, ինքը արդեն նախորոք համեմատ, սև պերեց, սմետան և բանը, խմելի սունելիով համեմատ, էդ ենք դնում,
ավելացնում եմ մեր բեկոն ֆիրմայի վիչինան, այսպես, տեսեք ինքը շատ լավն է, անյուղ է, ուտի օրկվելուց է շատ հաջող է լինում, և բաստուրմա եմ ավելացնելու, այսպես բաստուրման կիսում եմ, ու սենց շարում եմ վրեն, շատ համով համա լինում, շատ, տեսեք, այսպես մեջը, և սկսում եմ այսպես փակել, ու լոկի նման էլի, որ սենց տասում է ինչ-որ ծրա նման բան, այսպես հատվածը բաց եմ թողնում, սենց սիրուն իրան ձևավորում եմ, ու տեղափոխում եմ, այսպես դնում եմ սենց, որ հասունանալու եմ քեսա դնելու, որ սկսի հասունանալ, հիմա նորից մի հատ էլ պատրաստեմ ուլով, որպեսզի էլի ամենայն մանրամասնորեն տեսնեք, թե ինչպես է կատարվում, բացում եմ այս կարգի, բացեցի, նորից դնում եմ հավի կրծքամիսը, տարածելով այսպես, բոլոր տեղերը պետք է տարածեք, որպեսզի որտեղով էլ որ ուտեն հասնեն մինչև վերջը լինի, էլի ոչ թե գան ու կեսից միսը չլինի, այն որ մի հատ անեկդոտ կա է, որ պերաշկին ուտում է մեջը կարտոֆիլ չի գտնում, տանում է վաճառողուն ասում է մեջը կարտոֆիլ չկար, էլի կերա, նայում է հասելակես, ասում է արդեն անցել եք, այսինքն մեջը հրապես չկա, և տեսեք, թե ինչքան բաներ եմ դնում մեջը, որ մեր հաճախորդները երբեք չանցնեն, ոնց էլ ուտեն հասնեն, այսպես, այսենց, սիրուն սենց թող տեսքը երևա, այսպես սիրուն ձևավորում ենք տալիս, և տեղափոխում ենք այսպես սինի մեջ, հիմա ինչ պատրաստեմ հաջորդը պատրաստեմ հոթդոգի խմորով խաչապուրին, որը երեկ ես նշել եմ, որ ճանապարհ տանելուց մարդիկ հիմնականում օգտվում են այս խաչապուրից, որպեսզի ճանապարհին չփշրվի ու շատ հարմար է լինում, էլի, ու շատ համով, նայեք ոնց եմ ես պատրաստում, այսենց լցնում եմ մեր լորի պանիրը, ճորկած, տեսեք թե ինչքան պանիր եմ մեջը դնում, այսպես, դուք պատկերացնում եք ինքը այնքան լավ է հալվում, որ հալվի էլ մեջը ինչ կկատարվի նամանավան տաք վիճակով մի հատ անմահություն է լինում, անպայման փորձեք, տեսեք, այսպես փակում եմ, ու սենց ես մի ծայրը բերում եմ այստեղ, ես մի ծայրն էլ այսենց, կպցնում եմ իրար, այսպես կպցրեցի, թեքում եմ ու մի հատ գրտնակով, այսպես տանում բերում եմ, նայեք եղավ քառակուսի ու եղավ ինքը հենց սենց խաչապուրին, դնում եմ էլի հասունանա, որպեսզի թխեմ, կարող եմ մի հատ էլ պատրաստել, ամեն մեկից փորձում եմ 2 անգամ պատրաստել, որ դուք ամենայն մանրակրկտորեն տեսնեք, թե ոնց է դա կատարվում։ Այսպես երկարություն պետք է պահպանենք խաչապուրու համար, որպեսզի տեսքը սիրուն լինի, նորից պանիրը լցնում ենք, տարածելով բոլոր կողմերը ու սկսում ենք փակել, այսպես փակեցինք ու բերում ենք, այս մեկը բերում ենք մինչև մեջտեղի հատված, այս մյուսն էլ ու սկսում ենք այսպես կպցնել, համ ինքը ուզոր է ստանում այսպես որ կպցնում ենք, գրտնակով մի հատ մեջտեղից այսպես ստանում ենք, բերում ենք, տեսեք թե սիրուն այսպես տեսք ստացա ու դնելու ենք որպեսզի հասունանա, հիմա փորձեմ պատրաստել 2 նրբերշիկով հոթդոգը, կետչուպ մայոնեզա մեջը պարունակում, մենք խանութում վաճառում ենք տարբեր տեսակի, էլի ինքը պետք է այսպես երկարության բացվի, ես շատ ժամանակ այսպես ձեռքով եմ թափահարում իրան, որպեսզի մեծ լինի, ու մեջը դնում եմ 2 նրբերշիկ, էլի մեր հրաշք, բեկոն ֆիրմայի նրբերշիկները, այսպես ծայրամասերը կտրում եմ, որպեսզի ինքը թխվելու գեղեցիկ, շատ սիրուն բացված կստանա, և ավելացնում եմ այսպես մի փոքրիկ ամեն մի կողմը, կետչուպ մայոնեզ, մի քիչ այս կողմը, մի քիչ այս կողմը ավելացնում եմ, այսպես բերում եմ այս ծայրը փակում եմ, նույնն էլ այս մեկը, այսպես բերում եմ իրար կպցնում, փակում եմ, շուռ եմ տալիս և այսպես դնում եմ, ու յուրաքանչյուր հոթդոգ որ պատրաստում եմ, անպայման պետք է հասունանա, անպայման, եթե ես հենց հիմա
ձուկսեմ ու դնեմ թխվելու չի լինելու, ճաքելու է, փոքր է լինելու, այն տեսքը չի ունենալու, դրա համար պարտադիր դրեք մի հատ տաք տեղ, եթե չունեք հնարավորություն, վրան մի հատ սելաֆոն գցեք, թող ինքը իր կամանց հանգիստ հասունանա, մի 20 րոպե մնա ու թխեք լրիվ բավական կլինի արդեն հասունանալու համար, նորից ավելացնելու եմ կետչուպ մայոնեզը և փակեմ, խանութում այս երկու ներփերշիկով հոթ-դոգը մենք վաճառում ենք 250 դրամ, իսկ սովորական մի հատիկանոց ներփերշիկով հոթ-դոգը 150 դրամ։ Սա արդեն իսկ հիմա դնում եմ հասունացման տեղն է, որ տաք է ինքը, թույլ ջերմաստիճան եմ միացրել, որպեսզի տաքություն փչի շուտ հանգստանա, էլի հասունանա։ Հիմա ինչ անեմ, կուզեմ, որ պիցա պատրաստեմ։ Պատրաստենք, սիրուն, բացում եմ պիցան։ Այսպես, մի հատ էլ սենց եմ շուռ տալի, բացում եմ։ Եվ այսպիսի բան կա, որ ծակում է խմորը, պարտադիր ես պիցայի խմորը այսպես ծակում եմ, որպեսզի ինքը չուռի։ Այսպես կլոր բացում եմ ու դնում եմ, շարունակեմ մյուսը, հեսա կպատմեմ, թե ինչ ձևով եմ ես պատրաստելու պիցան, այսպես, մի հատ էլ այսպես ենք թեքում և հետո այսպես ինքը սիրուն սենց փոքր անցքեր է բացում, այսպես ձեռքով էլ եմ ուղղում, սիրուն դնում եմ այսպես։ Հիմա այս մեկն է ինչ պատրաստեմ հավի կրծքամսով, որը մեջը ամբողջությամբ հավի կրծքամիս է, դա էլ է շատ լավը, հեսա ասեմ, թե ինչ ձևով եմ ես փակում, ինչ տեսք ենք տալիս։ Դնում եմ հավի կրծքամիսը, այսպես քանակությունը տարածելով, այսպես, և ոնց եմ փակում, նայեք, այս երկուսի ծայրերը մեկը բերում եմ ստեղ, սա էլ մյուսն է բերում եմ այստեղ ու սկսում եմ սենց կպցնել, կպցրեցի, սիրուն, այսենց, սենց մի հատ ամեն որ տեսնեմ կպել է ու սենց շուռ եմ տալիս, սիրուն, սենց ծայրերը քառակուսի ուղում եմ ու սա էլ մեր հավի կրծքամսով հոթ-դոգն է, կարկանդակն է, տեսեք, այսպես։ Հիմա ինչ եմ անում ես պիցաների համար, արդեն որ բացել եմ, սիրուն քսելու եմ կետչուպ մայոնեզ։ Այսպես քսում եմ կետչուպ մայոնեզ, իրար հետ խառնած է, էլի կետչուպն ու մայոնեզը։ Այս մյուսին էլ եմ քսում, արագորեն, այնպես են քսելու, որ տեղից չշարժվի, չխախտվի, իրա դիրքը պահի, էլի, այսպես քսեցինք, հիմա շարելու եմ նրբերշիկ վրեն, նրբերշիկը էլի մեր են հոթ-դոգի նրբերշիկն է, որը ես կտրե այսպես տեսք եմ տվել պիցայի համար, այսպես արագորեն շարում ենք, դուք կարող եք վրեն ինչ ուզում եք ավելացնեք ձեր տանը, կարող եք կրակովսկի երշիկով անեք, լինի պեպերոնի պիցա, ինչ ձև որ ուզում եք, ինչ ուզում եք վրեն կարող եք դնել, մենք այսենց անում ենք դպրոցներ հիմնական երեխաների համար դպրոցներում, որոնք ունեն շատ մեծ պահանջարկներ, մեր երեխաները շատ են սիրում այս տեսակի պիցան, դրա համար մենք պատրաստում ենք նրբերշիկով, խանութում էլ ունենք պեպերոնիով պատրաստում ենք, բայց ոչ այս քանակությամբ, այսպես բոլոր տեղերն է ես դնում եմ, ես սիրում եմ շատ լինի, որպեսզի սպառողները մեր երեխաներն են, թող ուտեն, օգտվեն ու լավը լինի, ու այսպես վրեն լցնում եմ լորի մեր պանիրը, հալվում է ու շատ լավ տեսք է տալիս, այսպես, նայեք, տարածում եմ, ես փոքր պիցաների վրա մենք լոլիկ և բիբար չենք դնում, որովհետև երեխաների մեծամասնությունը լոլիկ ու բիբար չի սիրում, բայց եթե դուք տանը պատրաստում եք ու ձեր երեխաները սիրում են, կարող եք դնել ու դա ավելի համեղ կլինի։ Այսպես անելու եմ, նոր դնեմ հասունանա,
ու նոր հետո տեսնեմ հասունացել է, նոր թխելու եմ։ Մի քանի տեսականիներ պատրաստեցի, հույսով եմ ձեզ օգտակար լավ բաներ ասեցի, այնպիսի խմոր, որ դուք տանը ամեն րոպե կարող եք պատրաստել, խնդիր չկա, միքսեր չկա, ձեռքով ավելի լավ է լինում, ձեռքով հունցեք, տեսեք, պատրաստեք ու կհամոզվեք, որ յուրահատուկ խմոր է, ինչքան որ մնում է երբեք չի հնանում, երբ էլ ուտեք մեծ սիրով ու համով ուտվում է, այնպես որ կփորձեք և կգրեք, որպեսզի ես կարդամ և ուրախանամ, որ ձեր շատ օգտակար բաղադրատոմս եմ ասել։ Հիմա հեսա մի 5 րոպեից կմիանանք, արդեն ցույց կտամ ինչ տեսակի է հասունացել և ոնց ենք թխում։ Արդեն հասունացել է մեր կարկանդակների տեսականիները, հիմա ես զույգ եմ այսպես հարում, ինքը լրիվ ամբողջական զույգ է, մեջը ոչ մի բան չկա, հարում եմ և այսպես նայեք, արագությամբ զույգ եմ քսելու ու դնեմ թխվելու, դրը, տեսականիները մեկը մեկից լավն են, շատ տեսականիներ ունեմ, շատ, որ պատրաստեմ, ահագին ժամանակ կպատրաստեմ, դուք կարող եք, ես էլի եմ կրկնում, այս խմորով պատրաստել, ինչ տեսակի կարկանդակ ուզում եք, մեծ պիցցաներ կարող եք պատրաստել, բացեք խմորը, ես ոնց եմ տանով ծակեցի սիրուն, բացեք, վրեն ամեն տեսակի բան լցրեք, կլինի շատ լավ պիցցաներ, հոտդոգները տեսակ, ամեն ինչ, շատ լավ խմոր է, հույսով եմ, որ կփորձեք ու կհավանեք, այսպես, սա կարտոֆիլովն է, ու զոռայսեր ենք արել, որպեսզի տարբերվի մնացած մյուս տեսականիներից, սա երկու նրբերշիկով հոտդոգն է, մենք իր անունը կրկնակի ենք դրել, էլի անունն անվանում են կրկնակի հոտդոգ, որովհետև երկու նրբերշիկ է հետազույգ պատճառը, այսպես քսեցինք, հիմա տեղափոխում եմ թխվելու 250 ջերմաստիճանի տակ եմ թխում, այսպես, արկեցինք թխվելու, մի 10 րոպե թխվելու է, տեսնենք, որ արդեն դեռ պիցցան բավականին լավ չի հասունացել, մի փոքրիկ էլ մնա հասունանալու, նոր էլի կդնեմ թխվելու։ Տեսեք, արդեն պիցցան էլ է պատրաստ, հասունացել է բավականին, ինքը ինչքան հասունանում է, այնքան տարածվում է, ավելի լայնանում է, պիցցային զուպետ չի, կողքերը ոչ մի տեղ չեն քսում, ես ուղղակի հավի կրծքամսին եմ քսում, այսպես հեսա քսեմ ու դնեմ թխվելու։ Թխեցի, վերջացրեցի, սիրելի հետևորդներ, անուշ հոտը ընկել է ամբողջ խոհանոցով մեկ, ձեզ նայում եմ, ասում եմ լավ, որ մեկը պիտի փորձեմ, հետո հիշեցի, որ ոնց թե որ մեկը պետք է փորձեմ, հեսա մենք դուրս ենք գալիս արդեն ուղևորվելու ենք դեպի Երևան, այնտեղից գնալու եմ Արտաշատ մերոնց տուն, որպեսզի առավոտյան կարողանանք գնալ տղայիս տեսնելու, խոստացել եմ, որ կարող եմ էլի տղայիս տեսնել, փորձում ենք էլի տեսնենք ստացվի թե չէ, այնպես որ ճանապարհ ենք հեսա գնալու, ես համով տակ ուտելիքները կվերցնենք մեզ հետ, համ ճանապարհին կուտենք, համ կտանեն մերոնց տուն։ Նայեք թե ինչ տեսք է ստացել մեր կարկանդակները, սա կրկնակի հոտդոգներ, հələ նայեք տեսեք թե ինչքան հիանալի տեսք ունի, ինձ ձև էլ բացվել է սասենսկիները, այսպես գեղեցիկ տեսք է ստանում, սա կուլոկն է, պաստուրմով, բանով, տեսեք թե ինչքան լավն է, շատ լավը, սա պանրով խաչապուրին է, սա սովորական հոտդոգն է, տեսեք թե ինչ տեսք ունի մեր սովորական հոտդոգը, շատ հիանալի է, սա և դուխովկի տերաշկին է, կարտոֆիլով է մեջը, սա կրծքամսովն է, հավի կրծքի, սա էլ մեր պիցցաները, շատ լավը, փափլիկ, տեսեք, այսպես դաժե ծալվում է ինքը, շատ լավն է այս խմորը սիրելիները, շատ լավը, ես փորձել եմ մի քանի տեսակի հոտդոգի խմորներ, շատ եմ փորձել, կաթով էլ եմ արել, ուրիշ տեսակի էլ եմ արել, կաթը ջուրը խառնածես մի, բայց
Սա ամենաստացված հոթ-դոգի խմորն է իմ պրակտիկայում։ Ես միշտ սիրում եմ փորձել մի քանի տեսակի բաներ, որը կլինի ամենալավը, ես օգտագործում եմ դա, միանշանակ ամենալավը։ Անկախ նրանից, եթե շատ ծախսատար է լինում, անկախ նրանից, թե թանկ է նստում, իմ համար միևնույնն է։ Ես պատրաստում եմ որակյալ, ընտիր խմոր։ Դրա համար էլ, որի մտածեք կարող է ես սենց գլուխ եմ գովում բան եմ անում, ես ձեզ ներկայացրեցի իմ բաղադրատոմսը, փորձեք եւ կհամոզվեք, որ դա իրականում այդպես է։ Ձեր հետ գոհարներ, սիրելիներս, մնաք բարով, Աստծո օրհնությունը ձեզ հետ, թող Աստծո օրհնությունը լինի բոլորիդ հետ, սիրելիներս, ձեզ բարի գիշեր եւ մնացեք հաջողությամբ։